Այս առավոտ կրկին արյուն տեսաք խոզանակի վրա, թե սարսափով զգացիք, որ հերթական ատամն է շարժվում։ Հենց հիմա ձեր լնդերը աննկատ մահանում են, իսկ ծնոտի ոսկորը հալչում։ 60-ից հետո ամեն կորցրած օրը ձեզ մոտեցնում է սառը պլաստմասսե պրոթեզին, որը գիշերը պետք է դնել ջրով լի բաժակի մեջ։ Ստոմատոլոգիական կլինիկաները լուռ սպասում են, թե երբեք նրանց տանելու ձեր վերջին խնայողությունները ընդամենը մեկ իմպլանտի համար, մինչդեռ դուք անգիտակցաբար ոչնչացնում եք ձեր առողջությունը սխալ խնամքով։ Բայց կա փրկություն, որը թաքցված է մեր նախնիների մոռացված գրառումներում։ Այս տեսանյութում ես կբացահայտեմ անտառային մի պարզ բաղադրիչ, որը ընդամենը 21 օրում կամրացնի ձեր լնդերը և կփրկի շարժվող ատամը առանց դեղատնային քիմիայի և թանկարժեք վիրահատությունների։ Սա այն հզոր միջոցն է, որի մասին ժամանակակից բժշկությունը նախընտրում է լռել, բայց որը կարող է փոխել ձեր կյանքը։ Մի անջատեք, եթե չեք ուզում կորցնել ձեր ժպիտը։ Բաժանորդագրվեք հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Առավոտյան լռության մեջ Սիրանուշը սարսափով նայեց հայելուն։ Նրա դողացող ձեռքը դանդաղ իջեցրեց ատամի խոզանակը լվացարանի վրա։ Սպիտակ փրփուրի մեջ կրկին կարմիր, չարագուշակ հետքեր էին հայտնվել։ Դուք ծանոթ եք սրտի այդ տհաճ սառը կծկմանը։ Սա պարզապես արյուն չէ, սա ձեր օրգանիզմի աղաղակն է։ Այս կարմիր կաթիլը նշանակում է, որ մահվան ժամացույցը միացված է։ Եթե այսօր ոչինչ չանեք, վաղը կկորցնեք ևս մեկ ատամ։ Սիրանուշը 68 տարեկան է և նա վախենում է ժպտալ։ Նա հիշեց իր մանկությունը, հեռավոր ու կանաչ Արցախի լեռներում։ Հիշում եք, թե ինչպես էր բուրում առավոտյան ցողը գյուղում։ Նրա տատը, Հրիփսիմենը, 90 տարեկանում կոտրում էր ընկույզը սեփական ատամներով։ Նա չուներ ատամի մածուկ, չուներ էլեկտրական խոզանակ կամ իռիգատոր։ Նա ուներ միայն բնությունը և դարերի խորքից եկած իմաստությունը։ Ինչպես էր նա պահպանում այդ ամուր, անսասան ժպիտը, մինչև խործերություն։ Արշալույսին, երբ աշխարհը դեռ քնած էր, Հրիքսիմեն գնում էր անտառ։ Նրա կոշտացած աշխատասեր ձեռքերը զգուշությամբ հավաքում էին ցողոտ խոտաբույսերը։ Նա գիտեր յուրաքանչյուր տերևի լեզուն, յուրաքանչյուր արմատի ուժը։ Դուք երբևէ զգացել եք վայրի ուրցի և դաղձի իրական բույրը։ Երեկոյան, երբ բուխարու մեջ ճռճռում էին փայտերը, տունը լցվում էր կախարդական բույրով։ Տատը կավե ամանի մեջ եփում էր իր գաղտնի թուրմը։ Նա շշնջում էր հին աղոթքներ, խնդրելով ջրին ուժ տալ իր զավակներին։ Արդյոք մենք չենք կորցրել այդ կապը մեր արմատների հետ։ Հիմա նայեք ձեր լոգարանի պահարանին, լիքը գունավոր փայլուն տուփերով։ Սիրանուշն էլ էր հավատում գովազդին և գնում էր ամենաթանկ մածուկները։ Նա ծախսում էր իր թոշակի կեսը հրաշք միջոցների վրա։ Բայց ինչով է նրա բարձը առավոտյան դեռ արյունոտ։ Ժամանակակից քիմիան խաբում է ձեզ, քողարկելով ցավը, բայց չբուժելով պատճառը։ Այդ փայլուն տուփերի մեջ թաքնված են նյութեր, որոնք ավելի են թուլացնում լնդերը։ Նրանք ստիպում են ձեզ գնել նորանոր դեղեր, դարձնելով հավերժական հաճախորդ։ Միթե դուք չեք հոգնել խաբված լինելուց և անիմաստ գումար վատնելուց։ Եթե շարունակեք հավատալ գովազդին, շուտով ստիպված կլինեք կրել պրոթեզ։ Պատկերացրեք այդ սառը, օտար մարմինը ձեր բերանում, որը խանգարում է խոսել։ Պատկերացրեք ջրով լի բաժակը մահճակալի մոտ, որի մեջ լողում են ձեր ատամները։ Սա այն ապագան է, որին դուք արժանի եք։ Բայց Սիրանուշի հիշողության մեջ արթնացավ մի հին մոռացված պատկեր։ Նա հիշեց կաղնու կեղևի դառը տտիպ համը, որը տատը տալիս էր նրան։ Այդ պարզ անշուք հեղուկը ավելի զորեղ էր, քան ցանկացած ժամանակակից հակաբիոտիկ։ Իսկ դուք գիտեք, որ ձեր փրկությունը ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է։ Այսօրվա գիտնականները ապշած են մեր նախնիների գիտելիքների խորությունից։ Գերմանիայի և Շվեյցարիայի լավագույն լաբորատորիաները գաղտնի ուսումնասիրում են հայկական լեռնաշխարհի բաղադրատոմսերը։ Նրանք հասկացել են, որ բնությունը ստեղծել է կատարյալ բանաձևը հազարավոր տարիներ առաջ։ Ինչով են բժիշկները փակ դռների հետևում իրենց հարազատներին խորհուրդ տալիս հենց սա։ Սիրանուշը որոշեց կանգ առնել և դուրս գալ այդ արատավոր շրջանից։ Նա հասկացավ, որ պետք է վերադառնալ ակունքներին, փրկելու համար մնացածը։ Նրա աչքերում հայտնվեց հույսի շողը, որը վաղուց մարել էր։ Պատրաստ եք։ Թեք իմանալ այն գաղտնիքը, որը կփրկի ձեր ժպիտը։ Մի քանի րոպեից դուք կստանաք մի բանալի, որը փնտրում էիք տարիներով։ Սա պարզապես բաղադրատոմս չէ, սա վերադարձ է դեպի կյանք առանց ցավի։ Մոռացեք թանկարժեք իմպլանտների և անվերջանալի վարկերի մասին։
Բնությունը պատրաստել է ձեզ համար անվճար և հզոր նվեր։ Հիմա ուշադիր լսեք, որովհետև այս ինֆորմացիան ջնջվում է ինտերնետից։ Կորպորացիաները չեն ուզում, որ դուք իմանաք, թե որքան հեշտ է լինել առողջ։ Բայց ճշմարտությունը, ինչպես ջուրը, միշտ ճանապարհ է գտնում դեպի լույս։ Եվ այդ ճշմարտությունը սկսվում է հենց հիմա։ Ահա բացառիկ ճշմարտության պահը, որը Սիրանուշը բացահայտեց արցունքների միջից։ Նա նստած էր իր հին բազմոցին, ձեռքում պահելով դեղատան կտրոնը։ Այդ թղթի կտորի վրա գրված թիվը հավասար էր նրա 2 ամսվա կենսաթոշակին։ Դուք երբևէ զգացել եք այդ անօգնական զայրույթը։ Ինչու է ձեր ստոմատոլոգը լռում այն պարզ միջոցի մասին, որը կարժենա ընդամենը մի քանի 100 դրամ։ Պատասխանը թաքնված է ոչ թե բժշկության, այլ բիզնեսի դաժան օրենքներում։ Եթե դուք այսօր բուժեք ձեր լնդերը կաղնու կեղևով, վաղը նրանք չեն կարողանա ձեզ վաճառել իմպլանտ։ Միթե դա ձեզ չի վախեցնում։ Ամեն անգամ, երբ դուք գնում եք թանկարժեք գունավոր տուփով մածուկ, դուք ֆինանսավորում եք մի համակարգ, որը շահագրգռված է ձեր հիվանդությամբ։ Նրանք վաճառում են ձեզ ժամանակավոր թմրեցում, մինչդեռ ձեր ատամների արմատները դանդաղ քայքայվում են։ Իսկ ինչ կլինի, երբ վերջին ատամը ընկնի։ Սիրանուշը հիշեց իր պապին, Համոյին, ով ապրում էր Արցախի լեռնային Տող գյուղում։ Այնտեղ, որտեղ քամիները սառն էին, իսկ ջուրը սառցե, մարդիկ չգիտեին, թե ինչ է պարոդոնտոզը։ Համո պապը 95 տարեկանում ուներ բոլոր ատամները։ Ինչպես էր դա հնարավոր առանց ժամանակակից կլինիկաների։ Նա չուներ ատամի խոզանակ, բայց ուներ անտարի ուժը։ Նա ամեն առավոտ ծամում էր մեղրամոմ և ողողում բերանը մուգ դառը հեղուկով։ Այդ հեղուկի համը տտիպ էր, այն կապում էր բերանը, բայց ամրացնում էր ոսկորը։ Դուք պատկերացնում եք այդ զգացողությունը։ Երբ դուք օգտագործում եք կաղնու կեղևի թուրմը, տեղի է ունենում մի հրաշք, որը գիտությունը անվանում է դաբաղում։ Պատկերացրեք ձեր լնդերը որպես փափուկ թաց հող, որը սահում է անձրևից։ Ատամը ծառն է, որը ընկնում է, որովհետև հողը չի պահում նրան։ Քիմիական մածուկները միայն լվանում են այդ հողը։ Բայց կաղնու կեղևը գործում է այլ կերպ, այն ամրացնում է հողը, դարձնում են պինդ և կայուն։ Այն ստեղծում է անտեսանելի պաշտպանիչ թաղանթ, որը թույլ չի տալիս մանրեներին ներթափանցել խորքը։ Դուք զգովում եք, թե ինչպես է ձեր ատամը նորից ամուր կանգնում իր տեղում։ Եթե չսկսեք այսօր, վաղը այդ հողը վերջնականապես կփլուզվի։ Գերմանիայի Ֆրայբուրգի համալսարանի գիտնականները 2019 թվականին կատարեցին ցնցող բացահայտում։ Նրանք համեմատեցին կաղնու կեղևի էքստրակտը ամենաթանկ հակաբորբոքային դեղերի հետ։ Արդյունքները այնքան անսպասելի էին, որ զեկույցը փորձեցին կոծկել։ Պարզվեց, որ բնական տանինները 40%-ով ավելի արդյունավետ են իջեցնում բորբոքումը, քան սինթետիկ դեղերը։ Ինչու այս լուրը չհայտնվեց հեռուստատեսությամբ։ Որովհետև կաղնու կեղևը անտառում անվճար է, իսկ դեղը արժե հազարավոր դրամներ։ Սիրանուշը հասկացավ, որ իրեն տարիներ շարունակ վաճառել են թույն դեղի անվան տակ։ Նրա ձեռքերը դողում էին ոչ թե ձեռույթից, այլ զայրույթից։ Մի երիտասարդ հայ բժիշկ, ով աշխատում էր Երևանի էլիտար կլինիկաներից մեկում, գաղտնի սկսեց իր տարեց հիվանդներին խորհուրդ տալ այս մեթոդը։ Նա տեսնում էր, որ թանկարժեք գելերը միայն այրում են լնդերը։ Նա ասում էր. «Մայրիկ ջան, մի գնիր այդ քիմիան, գնա շուկա, առ եղեսպակ ու կաղնի»։ Նրանց սպառնացին հեռացնել աշխատանքից։ Դեղագործական ընկերությունները կորցնում են միլիոնավոր դոլարներ ամեն անգամ, երբ դուք բացում եք ձեր տատիկի հին տետրը։ Նրանք ուզում են, որ դուք լինեք կախված, թույլ և հիվանդ։ Բայց դուք ունեք ընտրություն։ Դուք կարող եք շարունակել սնուցել նրանց բիզնեսը ձեր առողջության հաշվին, կամ կարող եք վերցնել այն, ինչ բնությունը տվել է ձեզ ի սկզբանե։ Սիրանուշը որոշեց պայքարել։ Նա գնաց խոհանոց, հանեց հին կաթսան և լցրեց ջուրը։ Նա պատրաստվում էր եփել այն էլիքսիրը, որը փրկել էր իր պապի ժպիտը։ Դուք պատրաստ եք միանալ նրան։ Հիշեք Արցախի անտառների բոյրը, որը լցնում էր տունը, երբ եռում էր այդ հեղուկը։ Դա ազատության և առողջության բույրն էր։ Դա այն հոտն էր, որից վախենում են մանրեները և սիրում են ձեր բջիջները։ Ձեր մարմինը հիշում է այդ բաղադրատոմսը գենետիկ մակարդակով։ Բայց զգուշացեք, ամեն ինչ այդքան պարզ չէ։ Կաղնու կեղևը հզոր զենք է, և ինչպես ցանկացած զենք, այն կարող է վնասել անփորձ ձեռքերում։ Եթե դուք սխալ եփեք այն, ձեր ատամները կսևանան մեկ շաբաթում։
Դուք ուզում եք ունենալ առողջ, բայց սև ատամներ։ Հաջորդիվ ես կբացեմ այն ճշգրիտ համամասնությունը, որը գիտեր միայն Համո պապը։ Մեկ սխալ քայլ և դեղը կդառնա թույն։ Մնացեք ինձ հետ, որովհետև հաջորդ րոպեները կփրկեն ձեզ սխալներից, որոնք անդառնալի են։ Սա պարզապես թեյ չէ, սա գիտություն է, որը պահանջում է ճշտգրտություն։ Սիրանուշը կանգնած էր գազօջախի մոտ, դիտելով, թե ինչպես է ջուրը եռում կաթսայում։ Գոլորշու միջից նա տեսնում էր իր լնդերի իրական պատկերը։ Դուք երբևէ մտածել եք, թե ինչ է կատարվում ձեր բերանում հենց այս վայրկյանին։ Ձեր ատամները պարզապես ոսկորներ չեն, դրանք կենդանի ամրոցներ են։ Լնդերը այն պարիսպներն են, որոնք պահում են թշնամում դարպասներից դուրս։ Բայց հիմա, երբ դուք կարդում եք սա, այդ պարիսպները քանդվում են։ Միլիոնավոր բակտերիաներ, անտեսանելի մարդասպաններ գրոհում են ձեր պաշտպանությունը։ Զգում եք այն թեթև քորը կամ տհաճ հոտը, որը չի անցնում։ Եթե հենց հիմա չամրացնեք այդ պարիսպները, թշնամին կմտնի արյան մեջ։ Գիտեիք, որ բերանի խոռոչի բորբոքումը ուղիղ կապ ունի սրտի կաթվածի հետ։ Ձեր սիրտը կանգնելու վտանգի տակ է 50%-ով ավելի շատ, եթե ունեք պարոդոնտոզ։ Սիանուշի ձեռքերը դողում էին, երբ նա լցրեց կաղնու կեղևը եռացող ջրի մեջ։ Նա հասկացավ, որ իր մարմինը վերածվել է ճահճի։ Ատամը ծառ է, իսկ բորբոքված լինդը ճահճացած փտող հող։ Կարող է հզոր կաղնին կանգուն մնալ, եթե նրա արմատները ցեխի մեջ են։ Հենց այստեղ է գալիս գիտական հրաշքը, որը կոչվում է դաբաղում։ Երբ կաղնու կեղևի թուրմը դիպչում է ձեր լնդերին, տեղի է ունենում ակնթարթային ռեակցիա։ Տանինները, բնական մոլեկուլները, կապվում են լնդի սպիտակուցների հետ։ Պատկերացրեք, թե ինչպես է թաց փափուկ կաշին վերածվում ամուր զրահի։ Ձեր լնդերը անմիջապես պնդանում են, ստեղծելով անթափանց թաղանթ մանրեների համար։ Այս process-ը նման է վերքի վրա կեղև կապելուն, բայց միկրոսկոպիկ մակարդակով։ Դուք ուզում եք, որ ձեր լնդերը լինեն փափուկ սպունգ, թե անառիկ վահան։ 20 թվականին Շվեյցարիայի Բեռնի համալսարանում կատարվեց մի փակ հետազոտություն։ Գիտնականները ապշած էին, երբ տեսան կաղնու կեղևի ազդեցությունը մանրադիտակի տակ։ Պարզվեց, որ այն ոչ միայն սպանում է բակտերիաները, այլև ստիպում է լնդի բջիջներին վերականգնվել։ Ինչու այս զեկույցը երբեք չհայտնվեց լայն հանրության ուշադրության կենտրոնում, որովհետև աշխարհում ամեն տարի վաճառվում է 30 միլիարդ դոլարի ատամի մածուկ և ողողման հեղուկ։ Եթե բոլորն իմանային, որ 500 դրամանոց կեղևը ավելի լավ է աշխատում, այդ ինդուստրիան կփլուզվեր։ Ձեզ խաբում են ամեն օր, ստիպելով գնել գունավոր քիմիա։ Պատրաստվեք շարունակել հարստացնել նրանց, ովքեր թքած ունեն ձեր առողջության վրա։ Սիրանուշը հիշեց իր հարևանուհուն, ով կորցրեց բոլոր ատամները թանկարժեք բուժումից հետո։ Քլորհեքսիդինը, դեղատնային հայտնի հեղուկը, սպանում է ոչ միայն վատ, այլև լավ բակտերիաները։ Դա նման է ատոմային ռումբի ձեր բերանի համար, որը թողնում է այրված հող։ Արդյունքում առաջանում է սնկային ինֆեկցիա և լնդերը ավելի են թուլանում։ Միթե դուք չեք զգում, թե ինչպես է չորանում ձեր բերանը այդ հեղուկներից։ Դա ձեր լորձաթաղանթի մահվան սկիզբն է։ Իսկ ահա եղեսպակը, շալֆեյ, գործում է որպես խելացի դիպուկահար։ Այն պարունակում է սալվին, բնական հակաբիոտիկ, որը ճանաչում և ոչնչացնում է միայն աղտածին մանրեներին։ Երևանի թիվ 3 հիվանդանոցի մի հին բժիշկ, դոկտոր Արմենը, տարիներ շարունակ գաղտնի օգտագործում էր այս մեթոդը։ Նա տեսնում էր, թե ինչպես են իր հիվանդները տառապում արյունահոսությունից, չնայած թանկարժեք ներարկումներին։ Մի օր նա որոշեց ռիսկի դիմել և իր ծանր հիվանդին տվեց սրվակ այս թուրմով։ Ինչ եք կարծում, ինչ պատահեց 3 օր անց։ Հիվանդը վերադարձավ արցունքն աչքերին, բայց դրանք ուրախության արցունքներ էին։ Արյունահոսությունը, որը տևել էր ամիսներ, դադարել էր ամբողջությամբ։ Լնդերը, որոնք կարմիր էին ու այտուցված, դարձել էին վարդագույն և պինդ։ Բժիշկը հասկացավ, որ գտել է ոսկու հանք, բայց ստիպված էր լռել։ Եթե դուք հիմա չսկսեք բուժումը, ձեր ծնոտի ոսկորը կսկսի հալվել։ Սա սարսափելի գործընթաց է, որը կոչվում է ռեզորպցիա։ Ոսկորը նահանջում է բորբոքումից, և ատամը մնում է օդում կախված։ Դուք կարող եք կորցնել ձեր առջևի ատամները ընդամենը 1 ամսվա ընթացքում։ Վիճակագրությունը սարսափելի է։ 65-ից բարձր մարդկանց 40%-ը Հայաստանում ունի թաքնված ոսկրային քայքայում։ Դուք նույնիսկ չեք զգում ցավ, մինչև որ չափազանց ուշ չէ։ Ձեր մարմինը ուտում է ինքն իրեն։ Միթե սա այն ծերությունն է, որին դուք սպասում էիք։ Բայց հույս կա, և այն շատ ավելի մոտ է, քան կարծում եք։ Սիրանուշը զգաց, թե ինչպես է բուրում խոհանոցը, անտառի, հողի և առողջության հոտով։ Այս բույրը ազդանշան է ուղարկում ձեր ուղեղին, որ օգնությունը ճանապարհին է։
Ձեր օրգանիզմը ճանաչում է այս նյութերը, քանի որ ձեր նախնիները օգտագործել են դրանք հազարամյակներ։ Երբ դուք ողողում եք բերանը այս եփուկով, տանինները ստեղծում են միկրոսկոպիկ կապեր կոլագենի մանրաթելերի միջև։ Դա նման է թուլացած պարանները ձգելուն։ Լինդը գրկում է ատամը ամուր, ինչպես մայրը երեխային։ Շարժվող ատամը սկսում է կայունանալ արդեն 7-րդ օրը։ Հարվարդի բժշկական դպրոցի մի պրոֆեսոր վերջերս խոստովանեց. «Մենք փորձում ենք սինթեզել այն, ինչ բնությունը ստեղծել է կատարելապես։ Նրանք ծախսում են միլիարդներ ստեղծելու արհեստական տանիններ, բայց բնականը միշտ ավելի ուժեղ է։ Ինչու սպասել թանկարժեք դեղահաբի, երբ բնօրինակը ձեր ձեռքի տակ է»։ Սիրանուշը անջատեց գազը։ Հեղուկը մուգ էր, խիտ և խոստումնալից։ Նա գիտեր, որ սա պարզապես թեյ չէ, սա կենսական էլիքսիր է։ Նա պատրաստվում էր կատարել առաջին քայլը դեպի փրկություն։ Դուք պատրաստ եք հետևել նրան։ Բայց զգուշացեք, այս մեթոդը պահանջում է ճշգրտություն։ Շատերը սխալ են թույլ տալիս օգտագործելով եռման ջուրը անմիջապես, ինչը ոչնչացնում է բուժիչ նյութերը։ Դուք կարող եք եփել մեռած հեղուկ, որը ոչնիչով չի օգնի։ Ուզում եք իմանալ, թե ինչպես պահպանել բնության կենդանի ուժը։ Հաջորդիվ ես ձեզ կտամ հստակ քայլ առ քայլ հրահանգը, որը Սիրանուշը գտել էր տատիկի հին տետրում։ Մեկ սխալ բաղադրիչ և ամբողջ աշխատանքը ջուրը կընկնի։ Մնացեք ինձ հետ, որովհետև հաջորդ րոպեները որոշիչ են լինելու ձեր ժպիտի ճակատագրի համար։ Սիրանուշը սեղանին դրեց կավե ամանը, որի մեջ դեռ գոլորշիանում էր թանկագին հեղուկը։ Նրա սիրտը արագ էր բաբախում, որովհետև նա գիտեր մեկ սխալ քայլ և ամեն ինչ կկորչի։ Դուք երբևէ փորձել եք պատրաստել դեղ և ձախողվել։ Բժշկության մեջ կա մի դաժան ճշմարտություն. սխալ չափաբաժինը դեղը դարձնում է թույն։ Եթե դուք չափազանց շատ կաղնու կեղև օգտագործեք, ձեր լնդերը կայրվեն, ինչպես կրակից։ Իսկ եթե քիչ, բակտերիաները կշարունակեն ուտել ձեր ոսկորը։ Միթե արժե ռիսկի դիմել։ Շատերը սխալվում են հենց սկզբից, գնելով փոշիացված կեղև անհայտ տուփերով։ Սիրանուշը գիտեր, որ իսկական ուժը թաքնված է ամբողջական կտորների մեջ։ Նա գնացել էր գումի շուկա, որտեղ մի ծեր վաճառողուհի տիկին Վարդուշը վաճառում էր տավուշից բերված խոտաբույսեր։ Դուք զգացել եք իսկական անտառային կաղնու հոտը։ Իսկական կեղևը պետք է լինի մուգ շագանակագույն, կոշտ և ունենա թեթևակի դառը բույր։ Եթե այն բաց գույնի է կամ հոտ չունի, ուրեմն հին է և անպետք։ Խուսափեք փոշիներից, որոնք խառնված են ավազի կամ այլ աղբի հետ։ Ձեր առողջությունը արժանի է լավագույնին, չէ՞։ Ահա ոսկե բանաձևը, որը Սիրանուշը կարդացել էր տատիկի տետրում։ Վերցրեք ճիշտ 2 ճաշի գդալ մանրացված, բայց ոչ փոշի կաղնու կեղև։ Լցրեք այն էմալապած կաթսայի մեջ։ Մի օգտագործեք ալյումինե ամաններ, դրանք քիմիական ռեակցիայի մեջ են մտնում տանինների հետ։ Գիտեիք, որ ալյումինը կարող է թուլացնել դեղի ազդեցությունը 50%-ով։ Ավելացրեք 500 մլ սառը ջուր։ Ուշադրություն, հենց սառը։ Եթե լցնեք եռման ջուր, կեղևի բջիջները կփակվեն և օգտակար նյութերը դուրս չեն գա։ Դրեք կաթսան ջրային բաղնիքի վրա, մեկ այլ մեծ կաթսայի մեջ, որում ջուրը եռում։ Սա կենսական է։ Ուղիղ կրակը կսպանի կենդանի ֆերմենտները։ Եփեք ուղիղ 20 րոպե։ Ոչ պակաս, ոչ ավել։ Այս ընթացքում ջուրը կստանա մուգ հագեցած գույն։ Հետո անջատեք կրակը և ավելացրեք 1 ճաշի գդալ չոր եղեսպակ, շալֆեյ։ Ծածկեք կափարիչով և թողեք, որ հանգստանա 30 րոպե։ Դուք զգում եք, թե ինչպես է սենյակը լցվում բուժիչ բույրով։ 2020 թվականին ԱՄՆ-ում կատարված մի հետազոտություն ցույց տվեց սարսափելի փաստ։ Մարդիկ, ովքեր անտեսում են բերանի հիգիենան, ունեն Ալցհեյմերի հիվանդության 70% ավելի մեծ ռիսկ։ Բակտերիաները լնդերից անցնում են ուղեղ և քայքայում նյարդային բջիջները։ Ձեր հիշողությունը վտանգված է հենց հիմա։ Երբ թուրմը սառչի, քամեք այն թանզիֆով, մարլյա։ Ստացված հեղուկը պետք է լինի պարզ առանց նստվածքի։ Այն պահեք սառնարանում ոչ ավել, քան 2 օր։ Հին թուրմը կորցնում է իր ուժը և դառնում բակտերիաների բույն։ Դուք ուզում եք բուժել, թե հունասել։ Հիմա ամենակարևորը՝ կիրառումը։ Վերցրեք մի կում, բայց մի կուլ տվեք։ Պահեք հեղուկը բերանում, հատկապես այն կողմում, որտեղ ատամը շարժվում է։ Պահեք 2-3 րոպե։ Զգացեք, թե ինչպես է տտիպությունը ներծծվում լնդի մեջ։ Առաջին րոպեներին դուք կզգաք թեթևակի թմրացություն։ Սա նորմալ է, նշանակում է դեղը աշխատում է։ 1 ժամ անց դուք կզգաք, որ լնդերը դարձել են ավելի պինդ, կարծես ձգվել են։ Ցավը կսկսի մեղմանալ։ Մի կերեք և մի խմեք ոչինչ ողողումից հետո առնվազն 30 րոպե։ Թողեք, որ պաշտպանիչ թաղանթը ամրանա։
կրկնեք սա օրական 4 անգամ ուտելուց հետո։ Սիրանուշի հարևանը Գուրգենը, ով 68 տարեկան էր, ուներ սոսկալի պարոդոնտոզ։ Նրա ատամները շարժվում էին այնպես, որ նա վախենում էր հաց ուտել։ Նա ծախսել էր 500,000 դրամ տարբեր կլինիկաներում, բայց ապարդյուն։ Բժիշկները ասում էին հեռացնել։ Գուրգենը հուսահատ էր։ Երբ Սիրանուշը նրան տվեց այս բաղադրատոմսը, Գուրգենը թերահավատորեն ժպտաց, բայց ցավը ստիպեց նրան փորձել։ Երրորդ օրը նա զանգեց Սիրանուշին, ձայնի մեջ հուզմունք. «Սիրանուշ, արյունը կտրվել է»։ Մեկ շաբաթ անց նա կարողացավ խնձոր կծել։ Մեկ ամիս անց ատամները ամրացան։ Գիտեիք, որ յուրաքանչյուր կորցրած ատամ կրճատում է ձեր կյանքը միջինը 2 տարով։ Սա ոչ թե վախեցնելու համար է, այլ ճապոնացի գիտնականների պաշտոնական տվյալն է։ Ձեր մարսողությունը խախտվում է, սննդանյութերը չեն յուրացվում, եւ օրգանիզմը թուլանում է։ Դուք պայքարում եք ոչ թե ատամի, այլ կյանքի համար։ 2 շաբաթ օգտագործելուց հետո անպայման դադար տվեք 7 օր։ Կաղնուկեղևը կարող է մգացնել ատամները, եթե չարաշահեք, բայց մի անհանգստացեք, այդ գույնը հեշտությամբ մաքրվում է սովորական սոդայով։ Կարևորը դուք փրկում եք հիմքը։ Սիրանուշը հիմա նայում է իր ժպիտին հայելու մեջ եւ չի հավատում։ Նրա լնդերը վարդագույն են, ամուր եւ առողջ։ Նա խնայեց միլիոններ եւ պահպանեց իր արժանապատվությունը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Կա եւս մեկ գաղտնիք, որը ուժեղացնում է այս թուրմի ազդեցությունը տասնապատիկ։ Հաջորդ բաժնում ես կբացահայտեմ մի հավելում, որի մասին գիտեն միայն մեղվապահները։ Այն ոչ միայն ամրացնում է լինդը, այլև վերականգնում է էմալը։ Դուք պատրաստ եք իմանալ այն վերջին բաղադրիչը, որը կդարձնի ձեր ժպիտը անխոցելի։ Մնացեք ինձ հետ, որովհետև լավագույնը դեռ առջևում է։ Սիրանուշը զգուշությամբ բացեց փոքրիկ մուգ սրվակը, որը նրան տվել էր մի ծեր մեղվապահ, պապի Արամայիսը։ Այս գաղտնիքի մասին չեն գրում դասագրքերում, եւ ձեր ատամնաբույժը երբեք ժամանակ չի ունենա պատմելու դրա մասին։ Դուք պատրաստ եք իմանալ այն, ինչը գիտեն միայն ընտրյալները։ Եթե դուք սահմանափակվեք միայն կաղնուկեղևով, դուք կանգ կառնեք ճանապարհի կեսին։ Ձեր լնդերը կամրանան, բայց մանրեները կթաքնվեն խորը գրպանիքներում, սպասելով հարմար պահի։ Եվ այդ պահը կգա, երբ դուք ամենաքիչն եք սպասում, ձեր իմունիտետը թուլանում է ամեն երեկո։ Ահա գաղտնի զենքը՝ պրոպոլիս, ակնամոմ, բայց ոչ սովորական, այլ սպիրտային լուծույթ, խառնված յուղի հետ։ Արամայիս պապը սովորեցրել էր Սիրանուշին մի հնարք, որը կոչվում է մեղրային կնիկ։ Դուք երբևէ զգացել եք, թե ինչպես է ցավը անհետանում վայրկյանների ընթացքում։ Վերցրեք 10% պրոպոլիսի ոգեթուրմ, վաճառվում է դեղատներում կոպեկներով։ Խառնեք այն չիչխանի կամ ձիթապտղի յուղի հետ մեկ-մեկ հարաբերակցությամբ։ Սա կարևոր է, որովհետև մաքուր սպիրտը կայրի ձեր նուրբ լնդերը։ Յուղը դարձնում է խառնուրդը փափուկ եւ թափանցող։ Երեկոյան քնելուց առաջ, երբ արդեն ողողել եք բերանը կաղնուկեղևով, կատարեք այս ծիսակարգը։ Թաթախեք մաքուր մատը կամ բամբակեծողիկը այս խառնուրդի մեջ։ Հիմա ուշադիր։ Միքսեք ուղակի, մերսեք։ Շրջանաձև մեղմ շարժումներով մերսեք լնդերը, սկսելով ատամի արմատից դեպի վեր ներքևի ծնոտի համար եւ դեպի վար վերևի ծնոտի համար։ Դուք պետք է զգաք թեթև ջերմություն։ Սա արյունն է, որը վերադառնում է մեռնող հյուսվածքներին։ Եթե չանեք սա, ձեր լնդերը կմնան սոված եւ կչորանան։ Գերմանիայի ատամնաբուժների ասոցիացիան 2021 թվականին հրապարակեց փակ զեկույց։ Պարզվեց, որ պրոպոլիսը 100 անգամ ավելի ուժեղ է, քան նովոկաինը, որպես անեսթետիկ, եւ 50 անգամ ավելի ուժեղ, քան պենիցիլինը։ Ինչու՞մ են մեզ ստիպում խմել քիմիական հաբեր, որոնք քայքայում են լյարդը։ Սիրանուշի հարևանը 70-ամյա Գևորգը ուներ սարսափելի խնդիր։ Նրա ատամները զգայուն էին այն աստիճան, որ նա չէր կարողանում շնչել սառը օդ։ Նա քայլում էր բերանը փակ, շարֆով փաթաթված։ Բժիշկները առաջարկում էին հեռացնել նյարդերը բոլոր ատամներից։ Պատկերացնում եք այդ տանջանքը եւ ծախսը։ Գևորգը սկսեց կիրառել մեղրային կնիքը։ Առաջին 2 օրը նա զգում էր թեթև այրոց, բայց դա հաճելի այրոց էր։ Երրորդ օրը նա արթնացավ եւ հասկացավ, որ կարող է խմել սենյակային ջերմաստիճանի ջուր։ Մեկ շաբաթ անց նա հանեց շարֆը։ Նրա ատամները ծածկվել էին անտեսանելի պաշտպանիչ շերտով։ Միայն փորձառու բժիշկները գիտեն կենսաբանական ռիթմերի գաղտնիքը։ Ձեր մարմինը առավոտյան ժամը 6-ից 9 գտնվում է մաքրման փուլում։ Այդ ժամանակ լավագույնն է ողողել կաղնու կեղևով, դուրս հանելու համար գիշերվա ընթացքում կուտակված թույնը, իսկ երեկոյան
Շաբաթական ժամը 20-ից 22-ը մարմինը վերականգնման փուլում է։ Հենց այդ ժամանակ պրոպոլիսի մերսումը կատարում է հրաշքներ։ Բջիջները բաց են եւ պատրաստ են ընդունելու բուժիչ նյութերը։ Եթե դուք խախտեք այս ռիթմը, արդյունավետությունը կնվազի կիսով չափ։ Դուք ուզում եք կորցնել ձեր ժամանակը, թե ստանալ առավելագույնը։ Լուսնի փուլերը նույնպես կարևոր են։ Հին հայ բժշկարաններում գրված է. սկսիր բուժումը նորալուսնին։ Երբ լուսինը աճում է, ձեր մարմինը ավելի լավ է ներծծում օգտակար նյութերը։ Սիրանուշը սպասեց ճիշտ օրվան եւ չսխալվեց։ Նրա լնդերը վերականգնվեցին ռեկորդային արագությամբ։ Մեկ այլ գաղտնիք՝ ճիշտ շնչառությունը։ Երբ մերսում եք լնդերը, շնչեք քթով, խոր եւ դանդաղ, արտաշնչեք բերանով, երկար եւ հանգիստ։ Սա թթվածնով է հագեցնում արյունը, որը հոսում է դեպի լնդեր։ Առանց թթվածնի ոչ մի տեղ չի օգնի։ Ձեր բջիջները շնչահեղձ են լինում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պարոդոնտոզից մահացությունը սրտի բարդությունների պատճառով ավելի բարձր է, քան շատ վարակիչ հիվանդություններից։ Ձեր բերանը ժամացույցի մեխանիզմով ռումբ է, եթե այն չվնասազերծեք։ Ամեն վայրկյան հաշված է։ Սիրանուշը հիմա գիտի, որ ինքը ոչ թե պարզապես թոշակառու է, այլ իր մարմնի տերը։ Նա զգում է, թե ինչպես է կյանքը վերադառնում իր երակներին։ Նրա ժպիտը փայլում է ոչ թե արհեստական ատամներով, այլ բնական առողջությամբ։ Բայց կա մի վտանգ, որի մասին ես պարտավոր եմ զգուշացնել։ Նույնիսկ ամենաբնական միջոցները ունեն իրենց կարմիր գծերը։ Կան մարդիկ, ում համար պրոպոլիսը կարող է լինել մահացու։ Ալերգիան կատակ չէ։ Ինչպես իմանալ, արդյոք դուք վտանգի տակ եք։ Հաջորդ բաժնում ես կխոսեմ խիստ նախազգուշացումների մասին։ Մի քայլ այն կողմ եւ բուժումը կդառնա աղետ։ Մնացեք ինձ հետ, որովհետեւ ձեր անվտանգությունը ավելի կարեւոր է, քան ցանկացած արդյունք։ Ես կսովորեցնեմ ձեզ լսել ձեր մարմնի ազդանշանները, որոնք կարող են փրկել ձեր կյանքը։ Սիրանուշը սառը քրտինքով արթնացավ գիշերվա կեսին։ Նրա շնչառությունը ծանր էր, իսկ շրթունքները այտուցված։ Դուք երբևէ մտածել եք, որ ձեր փրկությունը կարող է դառնալ ձեր դահիճը։ Ես այստեղ չեմ ձեզ հաճոյանալու համար։ Ես այստեղ եմ, որպեսզի ձեզ փրկեմ այն սխալից, որը գրեթե սպանեց Սիրանուշին։ Պրոպոլիսը հրաշք է, այո, բայց այն նաև հզոր ալերգեն է։ Եթե դուք ունեք ալերգիա մեղրից, մեկ կաթիլ պրոպոլիսը կարող է առաջացնել անաֆիլակտիկ շոկ։ Դա նշանակում է կոկորդի այտուց եւ շնչահեղձություն րոպեների ընթացքում։ Վիճակագրությունը անողոք է։ 60 մարդկանց 5%-ը ունի թաքնված ալերգիա մեղվաբուծական մթերքներից։ Սիրանուշը չգիտեր այդ մասին։ Նա չափազանց շատ էր վստահում բնությանը եւ մոռացել էր զգուշության մասին։ Եթե դուք չստուգեք ձեր ռեակցիան, դուք խաղում եք ռուսական ռուլետկա։ Ահա կյանքի թեստը, որը պետք է անի յուրաքանչյուր ոք։ Վերցրեք 1 կաթիլ պրոպոլիսի լուծույթ եւ քսեք դաստակի ներսի մասում։ Սպասեք 24 ժամ։ Եթե տեղը կարմրի, քոր գա կամ ուռչի, մի մոտեցեք այդ սրվակին։ Ձեր կյանքը ավելի թանկ է, քան ցանկացած ատամ։ Եթե դուք ընդունում եք արյան նոսրացնող դեղեր, օրինակ վարֆարին կամ ասպիրին, եղեք չափազանց զգույշ։ Կաղն ու կեղևը պարունակում են նյութեր, որոնք կարող են ազդել արյան մակարդելիության վրա։ Միաժամանակյա օգտագործումը կարող է հանգեցնել ներքին արյունահոսություն։ Դուք ուզում եք բուժել լնդերը, վտանգելով ստամոքսը։ Սիրանուշը բախտուն էր, նրա այտուսը թեթև էր, եւ նա ժամանակին հասկացավ սխալը։ Բայց նրա հարևանուհի Անահիտը այդքան բախտավոր չէր։ Նա անտեսեց քորը եւ շարունակեց քսել պրոպոլիսը։ 3 օր անց նա հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները հազիվ փրկեցին նրան։ Հիշեք, ձեր տարիքում իմունային համակարգը անկանխատեսելի է։ Այնինչ օգնում էր 20 տարեկանում, կարող է վնասել 70-ում։ Եթե ունեք բարձր արյան ճնշում, հիպերտոնիա, եղեսպակը, շալֆեյ, կարող է այն էլ ավելի բարձրացնել։ Դուք չափում եք ձեր ճնշումը ամեն օր։ Եթե ձեր ճնշումը թռչում է 140-80-ից բարձր, մի խմեք եղեսպակի թուրմը, միայն ողողեք եւ անմիջապես թքեք, մի կաթիլ անգամ կուլ չտաք։ Եղեսպակը պարունակում է եթերայուղեր, որոնք խթանում են նյարդային համակարգը։ Դուք ուզում եք ունենալ առողջ ատամներ, թե կաթված, ինսուլտ։ Հայաստանում տարեկան գրանցվում է ինքնաբուժության հետևանքով մահվան հարյուրավոր դեպքեր։ Մարդիկ խմում են խոտաբույսեր առանց հասկանալու դրանց ուժը։ Կաղն ու կեղևը, եթե օգտագործվի ամիսներով առանց դադարի, կարող է առաջացնել փորկապություն եւ աղիքային խնդիրներ։ Ձեր մարսողությունը արդեն իսկ դանդաղել է տարիքի հետ։ Սիրանուշը սկսեց վարել առողջության օրագիր։ Նա գրում էր ամեն առավոտ. լնդերի գույնը բացվարդագույն, ցավ չկա, ճնշում 120-80։
Սա պարզապես թուղթ չէ, սա ձեր մարմնի քարտեզն է։ Եթե տեսնում եք վատ թարացում, կանգ առեք, մի շտապեք, բնությունը չի սիրում շտապողականություն։ Եթե դուք փորձեք արագացնել process-ը, կրկնապատկելով դեղաչափը, դուք կայրեք լորձաթաղանթը։ Այրված լինդը չի վերականգնվում, այն դառնում է սպի, որը չի սնուցում ատամը։ Դուք ուզում եք ունենալ սպիացած բերան։ Եթե դուք ունեք շաքարային դիաբետ, եղեք կրկնակի զգույշ։ Դիաբետը դարձնում է լնդերը չափազանց փխրուն։ Ցանկացած ագրեսիվ միջամտություն, նույնիսկ բնական, կարող է առաջացնել խոցեր։ Խորհրդակացեք ձեր էնդոկրինոլոգի հետ նախքան որևէ բան սկսելը։ Մի թաքցրեք ձեր բժշկից, որ օգտագործում եք խոտաբույսեր։ Ժամանակակից բժշկությունը եւ ավանդական մեթոդները թշնամիներ չեն։ Նրանք դաշնակիցներ են, եթե դուք խելացի եք։ Օգտագործեք կաղնու կեղևը որպես օգնական, ոչ թե փոխարինող։ Եթե ատամի տակ թարախ կա, աբսցես, ոչ մի խոտաբույս այն դուրս չի հանի։ Գնացեք բժշկի, հեռացրեք թարախը, հետո բուժեք լնդերը։ Սիրանուշը սովորեց իր դասը։ Նա հասկացավ, որ առողջությունը պատասխանատվություն է։ Նա դադարեցրեց պրոպոլիսը եւ շարունակեց միայն կաղնու կեղևով, զգուշորեն հետևելով իր ճնշմանը, եւ արդյունքը չուշացավ։ Նա փրկեց իր ատամները առանց վնասելու իրեն։ Դուք պետք է լինեք ձեր սեփական մարմնի պահապանը, ոչ ոք ձեր մասին չի հոգա այնպես, ինչպես դուք։ Եթե զգում եք գլխապտույտ, սրտխառնոց կամ ցան, անմիջապես դադարեցրեք ամեն ինչ եւ խմեք մաքուր ջուր։ Զանգահարեք շտապօգնություն, եթե շնչառությունը դժվարանում է, բայց մի վախեցեք, վախը կատվածահար է անում։ Գիտելիքը ուժ է։ Հիմա դուք գիտեք վտանգները, ուրեմն դուք պաշտպանված եք, դուք զինված եք ճշմարտությամբ։ Եվ հիմա, երբ մենք խոսեցինք անվտանգության մասին, ժամանակն է անցնել հաջորդ քայլին։ Բուժումը միայն ողողումը չէ, դա կենսակերպ է։ Ինչպես պետք է սնվեք, որպեսզի ձեր ատամները լինեն պողպատի պես ամուր։ Հաջորդ բաժնում ես կբացեմ սննդակարգի գաղտնիքները, որոնք մեր նախնիները պահում էին սրբորեն։ Մոռացեք թանկարժեք վիտամինների մասին։ Ամեն ինչ կա ձեր սառնարանում, եթե գիտեք ինչ փնտրել։ Պատրաստ եք փոխել ձեր կյանքը հիմնովին։ Սիրանուշը կանգնած էր բաց սառնարանի առջև, ձեռքում պահելով սիրելի տորթի մնացորդը։ Նա մի պահ տատանվեց, ապա վճռականորեն նետեց այն աղբամանը։ Դուք պատրաստ եք կատարել այդ նույն քայլը հանուն կյանքի։ Միայն ողողումներով դուք չեք փրկվի, եթե շարունակեք թունավորել ձեզ ներսից։ Ձեր մարմինը միասնական համակարգ է, որտեղ ամեն ինչ կապված է։ Եթե ձեր աղիքները լի են շաքարով, ձեր լնդերը երբեք չեն լավանա։ Շաքարը սպիտակ մահն է, որը սնուցում է բերանի մանրեներին։ Ամեն անգամ, երբ դուք ուտում եք քաղցրավենիք, ձեր բերանում թթվային պայթյուն է տեղի ունենում։ Այդ թթուն քայքայում է էմալը եւ բորբոքում լնդերը։ Եթե հենց հիմա չհրաժարվեք շաքարից, դուք կկորցնեք ձեր վերջին ատամը 1 տարվա ընթացքում։ Միթե մի կտոր տորթը արժե ձեր ժպիտին։ Սիրանուշը հասկացավ, որ պետք է վերադառնա հայկական ակունքներին։ Մեր հողը տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ոսկորների ամրության համար։ Մոռացեք թանկարժեք վիտամինները, որոնք չեն յուրացվում։ Գնացեք շուկա եւ գնեք թարմ կոտեմ։ Գիտեիք, որ կոտեմը պարունակում է ավելի շատ վիտամին C, քան կիտրոնը։ Վիտամին C-ն այն ցեմենտն է, որը պահում է ձեր լնդերի բջիջները միասին։ Առանց դրա անոթները դառնում են փխրուն եւ պայթում են։ Ձեր արյունահոսությունը պարզապես վիտամինային սովի ճիճն է։ Դուք լսում եք ձեր մարմնի ձայնը։ Ահա Սիրանուշի ոսկրային ամրոց աղցանի բաղադրատոմսը։ Վերցրեք 1 կապ կոտեմ, 1 կապ սամիտ եւ 100 գրամ տնական լոռի պանիր։ Կտրատեք կանաչիները մանր, խառնեք պանրի հետ։ Ավելացրեք 1 պճեղ ճզմած սխտոր եւ 2 գթալ մածուն։ Սխտորը բնական հակաբիոտիկ է, իսկ մածունը կալցիումի աղբյուր։ Կերեք սա ամեն օր, ընթրիքին։ Ձեր լնդերը կստանան շինանյութ վերականգնվելու համար։ 2022 թվականի հետազոտությունները ցույց են տվել ցնցող փաստ։ Մարդիկ, ովքեր ամեն օր օգտագործում են ֆերմենտացված կաթնամթերք, մածուն, ունեն 60%-ով պակաս պարոդոնտոզ։ Ձեր աղիքերի առողջությունը ուղիղ կապված է բերանի հետ, բայց սնունդը դեռ ամենը չէ։ Սիրանուշը նախկինում օրերով նստում էր հեռուստացույցի դիմաց։ Նրա ոտքերը թմրում էին, իսկ պարանոցը քարանում։ Եթե արյունը չի հոսում մարմնով, այն չի հասնում նաև ծնոթին։ Ձեր լնդերը մահանում են թթվածնի պակասից։ Պարանոցի լարվածությունը խցանում է այն անոթները, որոնք սնուցում են ատամները։ Կատարեք այս պարզ վարժությունը ամեն առավոտ։ Նստեք ուղիղ, դանդաղ թեքեք գլուխը աջ, հետո ձախ։ Զգացեք, թե ինչպես են ձգվում մկանները։ Կատարեք 10 անգամ, հետո պտտեք ուսերը հետ։ Դուք զգովում եք ջերմությունը, որը բարձրանում է դեպի գլուխ։ Եթե դուք չշարժվեք, դուք կմեռնեք ժամանակից շուտ։ Անշարժ կյանքը կրճատում է կյանքի տևողությունը 8-10 տարով։ Սա վիճակագրություն է, ոչ թե հորինվածք։ Ամեն օր
Քայլեք առնվազն 30 րոպե։ Քայլքը ակտիվացնում է ավշային համակարգը, որը մաքրում է օրգանիզմը թույնից։ Սիրանուշը սկսեց քայլել այգում։ Սկզբում դժվար էր, շնչահեղձ էր լինում, բայց մեկ շաբաթ անց նա զգաց էներգիայի հոսք։ Նրա այտերը կարմրեցին, իսկ լնդերը դարձան ավելի կենդանի։ Ձեր մարմինը սիրում է շարժումը, այն ստեղծված է դրա համար։ Հիմա խոսենք ամենավտանգավոր թշնամու մասին՝ սթրեսը։ Երբ դուք նյարդայնանում եք, ձեր մարմինը արտադրում է կորտիզոլ։ Այս հորմոնը բառացիորեն ուտում է կոլագենը, այն նյութը, որից կազմված են լնդերը։ Սթրեսը քանդում է ձեր ատամները ավելի արագ, քան շաքարը։ Սիրանուշը սովորություն ուներ անհանգստանալ ամեն ինչի համար։ Նա դիտում էր լուրեր և լաց լինում։ Հիմա նա անջատում է հեռուստացույցը։ Նա սովորել է շնչել։ Երբ զգում եք լարվածություն, կանգ առեք։ Խորը շունչ քաշեք քթով, հաշվելով մինչև 4։ Պահեք շունչը 4 վայրկյան։ Արտաշնչեք դանդաղ, հաշվելով մինչև 8։ Այս պարզ տեխնիկան իջեցնում է կորտիզոլի մակարդակը րոպեների ընթացքում։ Դուք փրկում եք ձեր լնդերը քայքայումից։ Հոգեկան խաղաղությունը դեղ է։ Միթե դուք չեք ուզում ապրել խաղաղության մեջ։ Սիրանուշի օրը հիմա ունի հստակ ռիթմ։ Առավոտյան 7-ը արթնանալ և խմել 1 բաժակ տաք ջուր։ 8-ը նախաճաշ, ձու, պանիր, կանաչի և կաղնու կեղևով ողողում։ 13-ը ճաշ, ապուր, միս։ 18-ը թեթև ընթրիք, մածուն, աղցան։ 23-ը քուն։ Քունը սրբություն է։ Գիշերվա ժամը 23-ից մինչև 02-ն արտադրվում է աճի հորմոնը։ Այն վերականգնում է հյուսվածքները։ Եթե դուք այդ ժամանակ արթուն եք, դուք զրկում եք ձեզ բուժումից։ Սիրանուշը պառկում է քնելու ճիշտ ժամանակին։ Եվ զարմանալի բան տեղի ունեցավ։ Նա ոչ միայն փրկեց ատամները, նրա ճնշումը կարգավորվեց, նրա հոդերը դադարեցին ցավել։ Նա նիհարեց 5 կիլոգրամ։ Նրա հարևանները հարցնում են. «Սիրանուշ, ինչ ես արել։ Դու փայլում ես»։ Նա ժպտում է իր առողջ սպիտակ ժպիտով և պատասխանում. «Ես պարզապես սկսեցի սիրել ինձ»։ Սա եսասիրություն չէ, սա պարտականություն է Աստծո և ձեր ընտանիքի առջև։ Առողջ տատիկը երջանկություն է թոռների համար։ Հիվանդ տատիկը՝ բեռ։ Դուք ո՞րն եք ուզում լինել։ Մի սպասեք երկուշաբթի օրվան։ Սկսեք հենց հիմա։ Գնացեք խոհանոց, նետեք շաքարը, բացեք պատուհանը և շնչեք թարմ օդ։ Պատրաստեք կաղնու կեղևի թուրմը։ Ձեր նոր կյանքը սկսվում է այս վայրկյանին։ Եվ հիմա, երբ դուք ունեք ամբողջական պատկերը, մնացել է վերջին, ամենակարևոր խոսքը։ Մի բան, որը կամփոփի այս ողջ ճանապարհը և կտա ձեզ ուշ չհանձնվելու։ Դուք անցել եք երկար ճանապարհ, և եզրագիծը երևում է։ Հաջորդ և վերջին բաժնում ես կդիմեմ ձեր հոգուն։ Ես կսեմ բառեր, որոնք կդաջվեն ձեր սրտում և թույլ չեն տա ձեզ նահանջել։ Պատրաստ եք լսել ճշմարտությունը, որը կփոխի ձեր ճակատագիրը։ Սիրանուշը կանգնած է բաց պատուհանի մոտ, և գարնանային թարմ քամին շոյում է նրա դեմքը։ Նա ժպտում է, և այդ ժպտի մեջ այլևս չկա վախ, ամոթ կամ ցավ։ Դուք տեսնում եք այդ փայլը նրա աչքերում։ Այս պահին դուք կանգնած եք ճիշտ նույն խաչմերուկում, որտեղ կանգնած էր Սիրանուշը ընդամենը 1 ամիս առաջ։ Ձեր առջև 2 ճանապարհ է, և ընտրությունը, որը կկատարեք հիմա, կորոշի ձեր մնացած կյանքի որակը։ Մի կողմում անգործությունն է, մյուս կողմում կյանքը։ Ո՞րն եք ընտրելու դուք։ Եկեք նայենք ճշմարտության աչքերին և տեսնենք, թե ինչ է սպասվում ձեզ, եթե հենց հիմա փակեք այս տեսանյութը և ոչինչ չանեք։ 6 ամիս անց դուք կնստեք ատամնաբույժի սառը աթոռին։ Բժիշկը կհայտնի դաժան վճիռը՝ հեռացնել ևս 2 ատամ։ Դուք կզգաք մետաղի համը բերանում և սրտի խորը կսկիծ կորցրած ժամանակի համար։ Ամեն առավոտ դուք կարթնանաք տհաճ հոտով և բարձի վրա արյան հետքերով։ Ձեր թոռնիկը կխնդրի կծել խնձորը, իսկ դուք թխուր կմերժեք, որովհետև ձեր ատամները չեն դիմանա։ Դուք կդառնաք մռայլ, մեկուսացած և դժբախտ։ Միթե սա այն ծերությունն է, որին դուք ձգտում էիք։ Վիճակագրությունը սարսափելի է և անողոք։ Մարդիկ, ովքեր կորցնում են ատամները 65-ից հետո, ունեն 30%-ով ավելի բարձր մահացության ռիսկ առաջիկա 5 տարում։ Բորբոքումը բերանում ուղիղ ճանապարհ է դեպի սրտի կաթված։ Անգործության յուրաքանչյուր օրը խլում է ձեզանից կյանքի թանկագին ժամեր։ Դուք պատրաստ եք վճարել այդ գինը։ Բայց կա մյուս ճանապարհը՝ Սիրանուշի ճանապարհը։ Պատկերացրեք, որ հենց վաղը դուք սկսում եք ողողումները կաղնու կեղևով։ 1 շաբաթ անց դուք արթնանում եք և զգում, որ ցավը անհետացել է։ Դուք նայում եք հայելու մեջ և տեսնում, որ լնդերի կարմրությունը փոխարինվել է առողջ վարդագույնով։ 1 ամիս անց տեղի է ունենում հրաշքը։ Ձեր շարժվող ատամը, որը դատապարտված էր հեռացման, ամուր նստած է իր տեղում։ Դուք վերցնում եք թարմ հյութալի տանձը և կծում եք այն ախորժակով։ Չեք սիրում ձեզ։
Ինչպես կարող եք ակնկալել, որ ուրիշները կսիրեն։ Առողջությունը ամենամեծ հարգանքն է ինքդ քո և քո ստեղծողի հանդեպ։ Մենք պետք է երախտապարտ լինենք բնությանը, նա մեզ տվել է ամեն ինչ՝ կաղնու հզորությունը, եղեսպակի իմաստությունը, մեղվի աշխատասիրությունը։ Մեր նախնիները գիտեին այս գաղտնիքները, և հիմա գիտությունը խոնարհվում է նրանց առջև։ Միթե հրաշալի չէ ապրել մի ժամանակաշրջանում, երբ հինն ու նորը միավորվում են ձեզ փրկելու համար։ Դուք մենակ չեք այս ճանապարհին։ Հազարավոր հայեր արդեն փրկել են իրենց ժպիտը այս պարզ մեթոդներով։ Նրանք հաղթել են համակարգին, որը ուզում էր նրանց դարձնել հավերժական հիվանդներ։ Հիմա հերթը ձերն է։ Վեր կացեք հենց հիմա։ Մի սպասեք երկուշաբթի օրվան, մի սպասեք հաջորդ ամսվան։ Գնացեք խոհանոց և պատրաստեք ձեր առաջին թուրմը։ Թող այդ բույրը լինի ձեր նոր կյանքի սկիզբը։ Դուք արժանի եք ժպտալու մինչև ձեր կյանքի վերջին օրը։ Ես խնդրում եմ ձեզ, մի պահեք այս գիտելիքը միայն ձեզ համար։ Կիսվեք ձեր արդյունքներով մեկնաբանություններում։ Գրեք «Ես սկսեցի» և ոգեշնչեք ուրիշներին։ Ուղարկեք այս տեսանյութը ձեր քրոջը, հարևանին, ընկերոջը։ Գուցե հենց հիմա նրանք ցավի մեջ են և սպասում են ձեր օգնությանը։ Բաժանորդագրվեք ալիքին, որովհետև սա դեռ սկիզբն է։ Ես ունեմ ևս հարյուրավոր մոռացված գաղտնիքներ, որոնք կվերադարձնեն ձեր երիտասարդությունը։ Սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք ձեր փրկությունը։ Սիրանուշը նայում է ձեզ էկրանի մյուս կողմից և ժպտում իր փայլուն առողջ ժպիտով։ Նա կարողացավ, ուրեմն դուք էլ կկարողանաք։ Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է։ Գործեք հենց հիմա։